Պարոն Ղալամքարյան, երկու հարց ունեմ ձեզ, առաջինը վերաբերել է օրինագծին, նախագծին, երկրորդը Սևանա լճին, հեսա պարզաբանան եմ, բաց եմ հարցերս։ Փաստացի գյուղական եւ այլ բնակավայրերում քանի տոկոս ջրի կորուստ ունեք այս պահին։ Եվ արդյոք այս վարկային միջոցներ ներգրավելով ինչ եք նախատեսում ջրի կորուստը ինչքանով է կրճատելու, թե հերթական սուտ նախագիծն լինելու եւ վարկային միջոցն լինելու, այդ թվում Սևանա լճի հետ կապված, որ արդյունավետ չի օգտագործվի, հեսակ բաց եմ ավելի։ Եվ երկրորդը Սևանա լճի մակարդակը չափելության գործակից է։ Ինչն եք վերցնում, որ ասում եք Սևանա լճի մակարդակը այսքան բարձրացել է, այսքան իջել է։ Խնդրում եմ, եթե ասեք, որ համեմատականի արդյունքում է, էլի նախորդ տարի է, նախորդ 10 տարին է, նախորդ 100 տարին է, պարզաբանեք այդ երկու հարցը, արձագանքի տեսքով նորից կարձագանքեմ ես։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Սևանի հետ կապված չափումներն իրականացնում է Հայ հիդրոմետը, շրջակա միջավայրի նախարարության, եւ այդ թվային շարքերը մենք ունենք վերջին տասնամյակների համար։ Մենք ելնում ենք իրենց տրամադրած թվերից։ Նախորդ տարվա անցյալ երեկվա տվյալը կարող եմ ձեզ ասել, որ անցյալ տարվա մարտի 2-ի համեմատությամբ դեռ ունեինք 10 սանտիմետրի պակաս, այսինքն անցյալ տարվա համապատասխան օրվա ցուցանիշի հետ համեմատ, բայց լավ լուրն այն է, որ դրական դինամիկա ունենք եւ ամեն օրվա նախորդ օրվա համեմատ մենք ունենք պլյուս, ունենք ավելացում։ Ինչ վերաբերում է գյուղական շրջաններում ենթակառուցվածքներին, ես արդեն նշեցի, որ 25 միլիոն դոլարի ներդրում պիտի արվի, եւ այո, մենք հաստատակամ ենք եւ հետեւողական ենք լինելու, որ ջրամատակարարման ենթակառուցվածքները արդիականացվեն, վերակառուցվեն, հիմնանորոգվեն, եւ սա հենց վերաբերում է գյուղական բնակավայրերին։ Հենց բաղադրիչի անվանումն էլ հենց այդպիսին է։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Պարոն Ղալամքարյան, տոկոսների կորուստների մասին խոսեցիք, որը շատ կարևոր է, կամ մոռացա, կամ շրջանցեցիք, եւ այնպես է ստացվում, ոնց որ թե դուք եւ շրջակա միջավայրի նախարարությունը իրար հետ չեք համագործակցում, օրինակ նախորդ միտեղ նայեցի նիստերի ժամանակ շրջակա միջավայրի նախարարը ասում էր պատմական բան ունենք, առաջ ձեռքբերում ունենք, պատմական ձեռքբերումը նախորդ տարվա համեմատ, ինչպես դուք նշեցիք, 10%-ով նվազա, 10%-ով թիվը, ոնց ասում է չէ։ 10 սանտիմետր, ներողություն, 10 սանտիմետր, լավ, տոկոսն ու սանտիմետր, այսինքն պատմական ձեռքբերումը 10%-ով, 10 սանտիմետրով պակասն է լինում էդ, ես չեմ հասկանում, չեք համագործակցում իրար հետ։ Ես սա մեկ եւ երկրորդը տոկոսների հետ կապված վարկային ծրագրերը փոշիացվել է միշտ, ժամանակս քիչ է որ ասեմ։ Կարող է սա էլ հերթական փոշիացված ծրագիր լինի, այն KfW-ից վերցրած դրամաշինները, որ Սևանում պետք է մաքրման կայաններ սարքեիք, այդպես էլ ես 4 ամիս ման եմ գալիս չեմ գտնում ճիշտ ասած։ Սա էլ հերթական կարող է ծախողումը լինի վարկային միջոցներ եւ լրացուցիչ ֆինանսական բեռ։ Շնորհակալ եմ, վարկային համաձայնագրի իրականացման պատասխանատուն պիտի լինի ջրային կոմիտեն եւ անձամբ ես հավաստիացնում եմ, որ չի փոշիացվելու, կարող եք ամենօրյա ռեժիմով հետևել, ինձ պատասխանատվության ենթարկել, ես ձեզ դա հավաստիացնում եմ։ Ձեր հարցը գյուղական բնակավայրերում կորուստների մասին շատ համահարթեցված, համախառն հարց էր։ Ես չեմ կարող թիվ ասել բոլոր գյուղական բնակավայրերի համար։ Տարբեր բնակավայրերում, որտեղ որ թարմացրել ենք, ունենք օրինակ 14-ժամյա ջրամատակարարման գրաֆիկ այդ նույն Սասունիկ գյուղում, որը ուներ նախկինում 4 ժամ, հիմա ունի 14 ժամ։ Ունենք գյուղեր, որտեղ կորուստները ահռելի են եւ մարդիկ ստանում են 2-ժամյա ջրամատակարարում։ Մյուսը ինչ էր։ Հա, շրջակա միջավայրի նախարարության հետ իհարկե համագործակցում ենք, շատ լավ ենք համագործակցում։ Կրկնում եմ, մենք ելնում ենք իրենց տված թվերից։ 10 սանտիմետրը նշեցի 25 թվականի մարտի 2-ի համեմատությամբ էր։ Ես ենթադրում եմ, որ նախարարը նշել է այն դրական դինամիկայի մասին, որը նաև ես հիշատակեցի։